Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու եմ Բերդան ամենասիրած հավի բադարները կամ chicken bite-երը եւ կարող եմ ասել Հայաստանի գեսին սիրած, որովհետեւ ինքը արդեն շատ հայտնի է, իմ այս պաղադրատոմսը տարիներ է ես պատրաստում եմ ու իմ բոլոր հետևորդները կամ ինձ նայողները գիտեն եւ գումարած իմ rotate-ի, այսինքն իմ արցանց արագ սննդի կետի մեջ էս գա մենյուում եւ կարող եք պատվիրել եւ վայելել։ Անունը chicken bites է կամ սիրաճա chicken bites։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է կես կիլո հավի կրծքամիս, 1 բաժակ ալյուր, 3 հատ խավգիտ, մի հատ լայմ, 5-6 հատ կանաչ սոխ, քառորդ բաժակ մեղր, 1 թեյ գդալ ջզմած իմբիր, 2 ճաշի գդալ սոյայի սոս, 3-ից 4 բջեղ սխտոր, կես բաժակ սիրաճա կուծու սոս, քառորդ բաժակ մայոնեզ, բուսական ցետ հավերը խորը դապակելու համար։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև ողբեղ, օրիգանո։ Հիմա ես քանի որ կես կիլո պետք է օգտագործեմ, զանգեզուրից վերցնելու եմ մոտավոր 1 2 3 կտոր։ Քանի որ ինչ որ ունենք ստեղ, գրեթե 1 կիլո է։ Ես կես կիլո պետք ունեմ։ Հիշեցնեմ, որ շատ հարմար է զանգեզուրից կարող եք միշտ ունենալ ձեր սարսափցիկում կամ սառնարանում եւ միշտական պատրաստել։ Օրինակ, ես խորհուրդ կտայի վերցնեք կրծքամիսը, ամբողջականը, ջուդը, մի քանի այլ ուրիշ պրոդուկտներ, որը ինքը ունի կամ ապրանքեր ու շաբաթվա մեջ, երբ որ ուզենաք համով պատրաստել ձեր ընտանիքի համար, սառնարանը բացում եք կամ սարսափցիկը ու պատրաստում եք։ Կամ բացում եք եւ համի կախնիկ շաղիկի հաղորդումները, նայում եք հավով ինչա պատրաստում շաղիկը ու սաղ պատրաստում եք։ Լավ գաղափար եմ տալիս, չասեք ոչ։ Հիմա այսպես պետքա կտրատել։ Կամ եթե ուզում եք դուք աչքով տեսնել, կարող եք գնալ Պարուր Սևակ 92 կոտորակ 6 հասցեով եւ վերցնել ձեր բոլոր ցանկացած ապրանքը ու գնալ դուն անուշիկ շարել ու մեկ-մեկ պատրաստել։ Այսպես կեսից կտրում եմ ու այսպեսի քառակուսիների։ Գրեթե նույն չափ, որովհետև երբ որ ինչ-որ ուտելիք մենք պատրաստում ենք ու իրանք նույն չափն են, մենք իրանց դապակելու կամ պատրաստելու ժամը նույնն ենք տալիս։ Ու երբ որ մեծ եւ փոքր ենք ունենում, կամ փոքրը վարում է, եթե մեծին նայենք, կամ մեծը չի եփվում, եթե փոքրին նայենք։ Դրա համար միշտ փորձում ենք նույն չափսի անել, ինչ որ ուտելիք, եթե իրար հետ պետքա պատրաստենք։ Ու արդեն կարող ենք համեմել եւ ստեղ մաքրել։ Դե ինձ սիրելիներս, հավը ավելացնում եմ։ Դե ինչ, հիմա քանի որ մենք հավ ենք օգտագործել դախտակին, անպայման պետքա լվանանք, գնում ենք լվանում ենք, իսկ ինչով ենք լվանալու, մեր նոր կորձընկեր ABC նյութերով։ Գնանք, մաքրենք, անուշ հոդավետ դարձնենք մեր խոհանոցը ու քանք։ Դե ինձ սիրելիներս, արդեն հավերը կտրատել ենք, հիմա իրա վրա ավելացնելու ենք իմբիրը, սխտորը, սև ողբեղ, աղ, մի կաթիլ ցետ ու խառնում ենք։
Միջև որ այդ ամեն համեմունքները իրար հետ լավ խառնվի։ Դե իհարկե, եթե արդեն թողելու ենք մենք սառնարանում, կարող ենք թողել այսպես ու հետո տապակել։ Իսկ արդեն պետք է եթե տապակենք, հիմա կտեսնեք ինչ ենք անելու։ Մեր հավերը պատրաստ են։ Տեսեք ինչպես իմբիրները սխտորը, այս է իր սկզբնական համեմունքը։ Ստեղ ունենք հավգիթը, ավելացում եմ մի քիչ աղ, մի քիչ սեբաբեղ, ինքը արդեն պատրաստ է։ Իսկ ալյուրի մեջ նորեն ավելացում եմ մի քիչ սեբաբեղ, մի քիչ աղ ու մի թեթև կարմիր բիբեր կամ կարմիր պղպեղ։ Մի հատ խառնում ենք։ Եվ մի քիչ sense բացում ենք, որպեսզի հավերը թաթախենք ու հարմար լինի։ Ինչ լավն է։ ABC։ Ուրեմն ինչ ենք անում։ Անում ենք հավը, պետք է թաթախենք ալյուրի, հետո ետ հավգիտ, ետ ալյուր ու վերջ։ Այսինքն այստեղ ինչքան որ կկարողանամ ես այսպես կդնեմ, հետո ասանք կնեմ, հետո այսպես, ամբողջ մասը, հիմա արդեն հավգիթի պետք է դնենք, ետ ալյուր ու արդեն ինքը պատրաստ է, բայց լավ պետք է ձածկենք ալյուրով, տեսնում եք, արագմա, հավգիտ, ետ ալյուր, բոլոր հավը այսպես կանենք, արդեն ինքը պատրաստ կլինի տապակվելու, տեսեք ինչքան հեշտ է։ Մենք դանը որ անում ենք, անպայման ես աղջիկներիս հետ եմ անում ու իրանք շատ են սիրում այս տեսակի գործողություններ, իրականում երևի բոլոր երեխաները սիրում են, քանի որ իր մեջ սենց ավելի աղդոդել եւ այլն կա, իրենք սիրում են սենց տատախել, մատախել եւ այլն։ Բայց ուրախ զվարթ անում ենք, հետո իրենք ուդում են, օրինակ էսի մի քիչ գծու է, բայց իմ աղջիկները ուդում են։ Չնայած մեկ-մեկ որ հյուրեր եմ ունենում, սոս երկու տեսակ եմ պատրաստում, մի հատ սիրաչայով եմ անում, ոնց այսօր պատրաստելու ենք, մի հատ էլ բարձ եմ անում, որպեսզի եթե հանկարծ գա որ գծու չեն ուտի, հանգիստ ուտեն։ Բայց այդ գծու չուտողն էլ մի հատ ուտում է սրանից, էլ մորանում է ինչսել է գծու բարը։ Այս վերջի մասն եմ անում ու սկսում եմ տապակել, խոսք եմ տալիս։ Ես էլ չէի ուզի այնքան երկար մնա, բայց դե ինչ անենք։ Մենք շատ ենք, դուք շատ եք, մենք ստեղ ամբողջ TV-ով պետք է ուտենք էսի։ Հիմա քանի որ եթե մենք հոդերը գցենք ամբողջ ստուդիոյում, սա հավաքվելու են ասելու են շախ կամ սիրելի համի աղջիկի անդամներ, ինչ եք պատրաստել այսօր մեր համար։ Մենք էլ պետք է հյուրասիրենք։ Ոնց դուք մենք հյուրասեր ենք, համով ենք պատրաստում, ուզում ենք մարդիկ էլ վայելեն մեր հետ։ Եթե դուք եք տենց, ապա զանգեզուրը ձեր համար է։ Դե իհարկե առանց համով համեմունքի չեր կարա լինի, այսինքն մարանիկն էլ թեր ունի, ինչի չենք կարա իրա թերը, չասենք համով պղպեղի փոշի, համով աղ եւ այլն։ Հավգիտ չմնա վրան, սա ալյուր լինեն իրանց վերջում։ Ես ետ հանում եմ ու արդեն գնում ենք տապակել։ Եվ ավելացում եմ փոլորը,
Այսինքն մինչև այն ադեմ, որ դադարք տեղ գա։ Եթե դադարք տեղ չկա, ստոպ ենք անում, որպեսզի իրար վրա չի լինեն։ Հիմա ես երևի էսի 2 մասով կտապակեմ։ Ես տենց եմ զգում, չգիտեմ։ Դե ինձ սիրելիներս, հիմա արդեն պետքա սոսը պատրաստենք։ Ստեղ ունենք մեղր, ստեղ ունենք սոյայի սոս, ստեղ ունենք կուծու սիրաչա, ստեղ ունենք կարակ եւ վերջում պետք է ավելացնենք լայմի հյութ։ Իսկ որտեղից ենք սկսում, ամենաառաջ կարակը կհալացնենք ու հետո կամաց կավելացնենք մնացածը ու ամենավերջում լայմը։ Մի հատ մույս կողմ ենք դարձնում մեր հավերը, որպեսզի երկու կողմով կարմրեն ու արդեն շարունակում ենք։ Հիմա անում ենք սոսը, ավելացնում եմ կարակը, ավելացում ենք սոյայի սոսը ու ավելացում եմ կծու սիրաչը։ Լավ խառնում եմ, պետք է լավ տականա եւ այդ ամիմունքները կամ այդ սոսերը ամեն իրար հետ լավ բացվեն ու վերջում ավելացնենք լայմը։ Դե ինչ, հավերը արդեն կարող ենք կամաց հանել։ Այսպեսով բոլոր հավերը կհանենք, մի հատ բզդիկ անցերոցիկ կտնենք, որպեսզի ավելորդ ցեթը իջնի, որը երբ որ մենք սոսի մեջ տնենք, իրեն տակ-տակ արագ խառնենք ու հանենք։ Ուպս։ Դե ինձ սիրելիներս, մեր սոսը արդեն պատրաստ է, վերջում ասել էի, որ լայմ պետք է ավելացնենք, սենց ուղղակի տակ-տակ իրա վրա ավելացնում ենք։ Շատ կարևոր է լայմը, որովհետև այդ համերը բոլոր բալանսավորում է ու ինքը արդեն ունենում ենք իդեալական սոս։ Ես ուզում եմ այս կանաչ սոխը կտրատեմ, իսկ էսի ես վերջում անպայման ավելացնում եմ իբր անուշիկություն, սիրունություն, ավելի հետաքրքրություն, պոչերը բայց հանում եմ, ամենավերջի պոչերի մասին է խոսքը ու արդեն կտրատում եմ։ Մնում է հետաքրքիր սոսը, որը ես սիրում եմ այս ամեն ինչը իրա հետ մի հատ մատուցեմ, կամ մատուցում եմ մայոնեզով, օրիգանով, կամ մատուցում եմ հալած չեդեր պանիրով, որ ունեք դրանով կարակ մատուցեք։ Ստեղ արդեն ունեմ մայոնեզ, ավելացնում եմ իհարկե մարանիկի օրիգանո, ու խառնում եմ։ Մեր սոսը պատրաստ է։ Ստեղ ունենք մեր հավերը, դադարում ենք։ Ամենահետաքրքիր բանը, որ ավելացնում ենք սոսը, իսկ սոսը ավելացելուց հետո շատ արագ պետք է խառնենք։ Լավ ենք խառնում, որպեսզի բոլոր հավերը սոսից ստանան։ Տեսնում եք, որ կամերայով ցույց տամ։ Միած սրանով, միած սրանով, միած սրանով եւ միած սրանով։ Սոսը պատրաստ է, մի հատ լայմի հյութ եմ սենց կամում, ուղղակի համերը իրար բարձրացնեն։ Ուզում եմ ոնց տանը պատրաստում եմ, տենց անեմ, սոսը տնելու եմ այստեղ։ Ասեցի, երկու տեսակ սոսով կարող եք ուտել, կամ մայոնեզով օրիգանո, կամ չեդեր։ Դե մայոնեզին անպայման գաթիլմը կամ լայմ, կամ կացախ։
որ այդ համերը enhance անի, այսինքն բարձրացնի։ Հիմա սոսը թրեցի ու կողքերը շարելու եմ մեր համովությունը։ Այսպես հետաքրքիր ցավով կշարեք հավերը, մեջտեղն կթնեք սոսը ու կվայելեք։ Հիմա որ մենք համին նայենք, արդեն ես հիշել եմ ինչքան համով է եւ եթե իմ ամուսինը եւ երեխաները նայում են այսօրվա եթերը, հիմա զանգելու են ասել են մամ հաջիս կպատրաստես։ Ես մտածում եմ ես համով հավը կուտեմ։ Ստեղ ունենք համովությունները Smile Sweet-ից, մտածում եմ ես գծու համով հավը ուտելուց հետո կվայելեմ կաղցր համովություն մի հատ սուրճի հետ, իսկ որ մեկը չգիտեմ, հետո ցեզ կասեմ։ Մնացել է միան կանացող ավելացնենք իրականում։ Իսկ հիմա ավելացնում եմ մի քիչ ստեղ սոխերից ու հետո այսպես։ Դե իհարկե, եթե ուզում եք ուրիշ բան էլ կարող եք դնել, օրինակ քունջուտ կարող եք ավելացնել, բայց ես էսի դեռ կանաց սոխով եմ մատուցում։ Գծու եւ քաղցր հավով պատարները պատրաստ են։ Անպայման դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարեխոհ։ Դե ինձ սիրելիներս, ես արդեն չեմ կիմանում, ձեր համար պատրաստել եմ, արել եմ, բայց հիմա պետք է մի հատ փորձեմ, մի հատ։ Մի հատ փոքր վերցնեմ, որ կարողանամ գծել, մի քիչ սոսից եմ վերցնում։ Եվ գնաց։ Այսքան համով chicken biter կամ հավի պատառներ կյանքում կերած չկաք։ Մի հատ էլ եմ ուզում ուտեմ, որպեսզի զգացումներս ցեզ արտահայտեմ, կա որ այնքան համով է։ Մի հատ փոքր երևի։ Էս։ Գիտեմ որ ես շատ գծու էր։ Եվ վերջում պետք է ինչ-որ համով բան խմեմ։ Երևի կամ կխմեմ սիրի ջուր, կամ կխմեմ մազայից մանգո։ Դուք գիտեք դրանք շատ եմ սիրում ու մանավանդ գծու ուտելիքներ շատ եմ սիրում ու հետո ինքը շատ համով է լինում այդ գծուից հետո։ Ես վստահ եմ, որ դուք սկացել եք իմ տաղավարում կամ մեր տաղավարում ինչ-որ մի հատ նորություն, նոր հյուր ունենք, այո ունենք, այստեղ ունենք սեն, դալֆուր, ջամերը, կամ կարող եմ ասել իմ լեզվով անուշը, քանի որ մենք ասում ենք անուշ, օրինակ ելագի անուշ, ինչ-որ ձիրանի անուշ եւ այլն։ Այս սրանք ինչով են տարբերվում, նախ եւ առաջ ասեմ, որ շաքարավազ չի բարունակում, իսկ իր քաղցրությունը եկել է խաղողի հյութից, երևակայեցեք։ Դե իհարկե առանց գլութին կամ գլութեն, առանց արհեստական բուրավետիչների եւ իհարկե ֆրանսական է։ Սա մենք ողջունում ենք այսօր մեր դալֆուրին։ Իր այդ շատ համով բաներ եմ պատրաստելու, մնացեք մեր հետ եւ կտեսնեք մնացած հաղորդումները։ Դե ինչ խոսք, այսօրվա մեր բաղադրատոմսը պատրաստել ենք ձեր համար ամենահամով ուտեստը, կպատրաստեք եւ կասեք ինչքան եք հավանել։ Իսկ մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, կամ ժամը 9 առավոտյան, կամ ժամը 17:00 երեկոյան Getron TV-ի եթերում։